Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 16-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք ԱՄՆ ավիահարվածների հետևանքով Եմենում զոհերի և տուժածների թիվը հասել է 50-ի, դա առավոտյան ինֆորմացիան էր, հարվածները հասցնում են ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանական ուժերը, ավիահարվածների հետևանքով վնասվել է 2 էլեկտրակայան, ինչի պատճառով շրջաններից մեկը հոսանքազրկվել է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին վճռական և հզոր ռազմական գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ։ Իհարկե, անկախ զոհերից, որը շատ ցավալի է, երբ որ խաղաղ բնակիչներ են զոհվում, բայց Եմենի հութիները լկտիության գագաթնակետին էին հասել և նաև նախորդ իշխանության ժամանակ, թե Բայդենի օրոքել, նրանք իրենց թույլ էին տալիս այնպիսի ոտնձգություններ, Կարմիր ծովը փակել էին, չէին թողում առևտրական նավերն անցնեն, ում ուզում էին խփում էին, ինչ ուզում էին անում էին, ասում էին գնացեք Աֆրիկան շրջանցեք 21-րդ դարում 15-րդ դարն են սարքել Աֆրիկան շրջանցում են, դրա մասին անգամ պատմական էքսկուրս եմ կատարել։ Իրոք դա բացարձակ խայտառակություն է, որ կարող են մի քանի հոգի զինված խմբավորումներ այդպիսի բան իրանց թույլ տան։ Իհարկե Բայդենի ադմինիստրացիայի օրոք թե իրենք, թե բրիտանացիները հարվածներ հասցնում էին հութիներին, բայց այնպես չի, որ արդյունքները գոհացուցիչ էր։ Հիմա այս ընթացքում ուղղակի Դոնալդ Տրամփին, քանի որ շատ կասկածում էին, որ իր դիրքերը թուլացել է, ինքը շատ զգուշավոր է դարձել զիջումների ագնում, ինքը այս հարվածները հասցրեց բավական վճռական ձևով, միանշանակ դա ճիշտ է ու օգտակար, խոսք չկա, բայց սա ավելի շատ նման էր կատու ճղատելուն, էլ այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, որ տեսեք, ես բռնեմ ճղեմ մեջներից, հանկարծ չմտածեք, ես թույլ եմ։ Շատ ավելի հետևողական բաներ է պահանջվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից այն պարզ պատճառով, որ ինքն էր ստանձնել բազմաբևեռ աշխարհը միաբևեռ էր դարձել Ամերիկայի ջանքերի շնորհիվ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն այդ տեմպը չպահեց, այլ նաև խոշորագույն զիջումների գնաց։ Գոնե սա առիթ հանդիսանա, որ տեսնի Ամերիկայի զիջումները ինչպիսի վիճակի կարող են հանգեցնել, որի պարագայում փորձի նաև առիթն օգտագործել Ռուսաստանին էլ իր տեղը դնի, որտեղ եթե Ռուսաստանի հետ ինքը Ռուսաստանի խաթրով գնաց ագրեսորին աջակցեց, նշանակում է նոր աշխարհակարգ ունենալու այն տեսքը, ով ուժեղ է, նա ճիշտ է, իսկ եթե ով ուժեղ է, նա ճիշտ է, լոկալ ուժերներ են գտնվելու իրանք, խառնեն աշխարհը կամ ավելի մեծերը փորձելու են մրցակցության առումով մեկ ուրիշին դաշտից անել։ Շատ ավելի անկայուն կարող է լինի մոլորակը եւ գնա երրորդ համաշխարհային պատերազմի։ Ինչքան պատերազմից վախենում ես, այնքան ավելի ես մոտեցնում։ Մանավանդ եթե պատերազմից վախեցողը ամենահզոր պետությունն է։ Եվ գիտեք ինչ նախնդիրը, ես նկատել եմ, որ մի տեսակ sense գենետիկ վախ կա միջուկային զենքի նկատմամբ Դոնալդ Տրամփի մոտ։ Ուղղակի սարսափ կա։ Ինչից խոսում ասում է Ռուսաստանը միջուկային պետություն է, գործ չունեք, աման, լավ լինենք հետը։ Այն Կիմ Չեն Ընին ամեն անգամ մի հատ էս դիֆերանտները ասում, չեմ պատկերացնում, ատենց էր, այս վերջերս է նորից էլի բացատրում է, չմոռանաք, որ նա միջուկային պետություն է, պետք է նենց անենք Իրանը միջուկային զենք չունենա, վայ եթե միջուկային զենք ունեցավ, դա խնդիր է, այս միջուկային բառը ուղղակի իրան կոտորում է, վեր ընես գցում է լրիվ, եւ ամբողջ աշխարհը այդ վախը զգացել է, որ իսկ դրանից արդեն եթե զգում են վախը, շանտաժը արդեն սկսվում է։ Եվ ասեմ, որ այնպես չի, որ միայն Դոնալդ Տրամփի մոտ էր դա զգացվում, Միացյալ Նահանգները եւ միակ պետությունն է, որ միջուկային զենք է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ եւ մանրամասն ուսումնասիրել հետևանքները եւ նենց ստացվել է, որ իր գծած միջուկային ռումբից ինքը ավելի շատ է վախեցել, քան այն երկիրը, ում վրա գծել են, կամ էլ թե չէ այն մյուս երկրները, որ տեսել են ինչա կատարվում, երբ որ ինքը տեսել է դրա հետևանքը ինչ է ալնում։
Պատահական չի, որ այդ միջուկային շանտաժով խորհրդային միությունը գոնե 3 անգամ, այդ մասին էլի խոսել ենք, գոնե 3 անգամ երրորդ համաշխարհային պատերազմով ու միջուկային պատերազմով վախացրել է Միացյալ Նահանգներին, 3 անգամ էլ Միացյալ Նահանգները զիջել է ու Միացյալ Նահանգներում էլ տարբեր նախագահներ են եղել, խորհրդային միությունում էլ տարբեր ղեկավարներ, դա ասեմ ինչի համար եմ ասում, որ միտքս ամփոփեմ։ Օրինակ եթե հութիները հայտարարեն Դոնալդ Տրամպին ասեն մենք միջուկային զենք ունենք, 100%-ով համոզված եղեք։ Ինքը կասի դուք ճիշտ եք, կներեք, սկսի հարվածել ամերիկյան նավերին, կասի այս սրիկաներին չեք մտել հութիների տարածքը, չեք հասկանում, որ միջուկային զենք ունի։ Այսպիսի աբսուրդի ենք ասել։ Առաջինը, երբ որ հիշենք 1956 թվականին, երբ որ բացարձակ անտեղի ձևով Եգիպտոսը հեղափոխություն արեց, հասկացանք։ Հայտարարեց ազգայնացնում է Սուեզի ջրանցքը, եղբայր մարդիկ փող են դրել սարքել են, այդ մարդու ապրանքը ձեռքին չես խլում։ Դա վերաբերում էր Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային։ Եվ երբ որ նրանք զորք մտցրեցին 1956 թվականին, որ պաշտպանեն իրանց սեփականությունը, Իսրայելն էլ իհարկե միացավ, այդ ժամանակ խորհրդային միության ղեկավարը Նիկիտա Խրուշչովն էր։ Զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին 56 թվականին, այդ ժամանակ Դուայթ Էյզենհաուերն էր։ 34-րդ նախագահը բանակի գեներալ, մարդ, որ եղել է անգլո-ամերիկյան զորքերի հրամանատարը 44 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում, որ իջա։ Այսինքն այդպիսի լեգենդար անձնավորությունը զանգեց, ասեց, եթե հիմա իրանց հետ չկանչես, ես մտնում եմ կռվի մեջ, երրորդ համաշխարհային պատերազմը սկսում։ Ամերիկան ասեց, աման, շուտ արեք դուս եկեք, դիմեց իրանց, ասեց զոր կհանեք, ես ցանկություն չունեմ առճակատման գնամ խորհրդային միության հետ։ Եվ անգամ այդ ժամանակ էր, երբ որ Էյզենհաուերը համաձայնվեց, որ Հունգարիայում տանկերի տակ մարդկանց ճխլում էին, ինքը ասեց, ես չեմ խառնվելու, դա իրանց ազդեցության գոտին, ինչ ուզում են անեն։ Եվ խորհրդային միությունը այդ անմարդկային քայլերը կատարեց։ Եվ երկրորդը, եթե մենք լավ ենք հիշում, 62 թվականի Կուբայի ճգնաժամը, դա էլ Քենեդու ժամանակ էր, էլի Խրուշչովը խորհրդային միությունից Քենեդին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Քենեդու ժամանակ նաև Բեռլինի պատը քաշվեց, Քենեդու ժամանակ բերեցին հրթիռները տեղակայեցին Կուբայում, Կուբայի բլոկադան արեց, ոչինչ չստացվեց, եւ նաև վախեցան զիջումների գնացին նրա դեմ։ Երրորդ անգամ, երբ որ Եգիպտոսն ու Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա, Յոմ Կիպուրի պատերազմը 73 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 23-ը, այդ ժամանակ, երբ որ արդեն հակահարվածի անցավ Իսրայելը, արդեն քշում էր, արդեն հասել էր, բան չէր մնացել Կահիրե մտնելու եւ Դամասկոս մտնելու, խորհրդային միության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ռիչարդ Նիքսոնին եւ ասեց հետ կանչի Իսրայելին զանգի, թող հենց տենց պատերազմը դադարեցնեն, թե չէ ես մտնում եմ պատերազմի մեջ, ասին աման հանկարծ չմտնի, պատերազմը դադարեցրեցին հենց այդ ձևով։ Այսինքն այս ամեն ինչը մենք տեսել ենք, բայց այդ աման վախենալը բերել է հաջողության, մոլորակը ավելի կայուն է եղել, բայց եղավ չէ գտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի նախագահ, իդեմս Ռոնալդ Ռեյգանի 40-րդ նախագահի, որը կանգնեց ասեց, «Էտում եք վախացնում, լա եկեք մի հատ վախացնելը հիմա ես ձեզ տեսեմ, տոյ տեզերքում էլ տնեց բաներ տեղակայեմ, տոնե ստրատեգիական խնդիրներ լուծեմ, անենց ռազմական գործունեությունը, անենց զարգ տամ այդ ամեն ինչին, խորհրդային միությունը վախեցած ընկավ, որպեսի մրցակցի, եւ խորհրդային միությունը ուղղակի փլուզվեց։ Եթե ոչ Ռեյգանի օրը կապան Ջորջ Բուշ ավագի, որը իր փոխնախագահն էր այդ ընթացքում, ընդամենն ասեց խորհրդային միությունը չարիքի կայսրություն է 83 թվականին, 91 թվականին այդ կայսրությունը վերացավ։ Բայց դուք ուշադրություն դարձրեք, այդ որ ասում են Ամերիկան միաբևեռ է, ինչի խորհրդային միության ժամանակ միաբևեռ է, ժողովուրդ ջան։ Խորհրդային միությունը փլուզումից հետո Ամերիկան դարձավ աշխարհը, դարձավ միակ բևեռը, չէ՞։ Բա ում շնորհիվ այդ ամեն ինչ եղավ։ Ես ուզում եմ ուղղակի ձեզ ուշադրությունը հրավիրեմ մի բաների, շատ թվերով չեմ ծանրաբեռնի, բայց գոնե համեմատության համար ասեմ։ ԱՄՆ-ի բնակչությունը 91 թվականին 253 միլիոն էր մոտավորապես։ Խորհրդային միության բնակչությունը 289, այսինքն Միացյալ Նահանգների բնակչությունից ավել։
ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը 91 թվականին 6 տրիլիոն 188 միլիարդ էր։ Խորհրդային միության հնան 1991 թվականին 2 տրիլիոն 530, 2.5 անգամ մեր պակաս, բայց հիշում եք խորհրդային միության ժամանակ ավագ սերունդը կհիշի, հատուկ մի հատ ծրագիր կար, հասնենք եւ անցնենք Ամերիկային, այս սենց գալիս էին, որ Ամերիկային հասնեն, որտեղ այս սենց հավասար գնում էին իրար հետ։ Այդ ժամանակ Ամերիկան փլուզեց խորհրդային միությունը եւ աշխարհը դարձավ միաբևեռ։ Իսկ այսօր այս վիճակով ինչի՞ց հասզիջում, ինչի՞ այդ ժամանակ խորհրդային միությունը միջուկային զենք չուներ։ Չէ, ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռեյգան ուներ, ժողովուրդ ջան, որտեվ հիմա երբ որ նայում ենք ինչ վիճակից է Ամերիկան վախեցած դիրքերը հանձնում, այդ դրա համար է մեզ համար ցավալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համախառն ներքին արդյունքը մոտարապես 29 տրիլիոն է։ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 2 տրիլիոն 215 միլիարդ, այսինքն մոտ 14 անգամ պակաս։ Հասկացաք տարբերությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը 340 միլիոն է, ավելի քան 340։ Ռուսաստանի բնակչությունը 140 միլիոն, նկարած թիվ ասկի 140 էլ չկա։ Լավ, էդ էլ թող իրանց սրտով լինի, 340-ն է, 140-ն է։ Դուք նայում եք Ռեյգանը ինչ վիճակից է փլուզել խորհրդային միությունը, եւ նայեք ինչ վիճակից է զիջում Դոնալդ Տրամպը։ Դե համեմատությունը նայեք։ Ու այսօր որ գոնե ասենք էլի ոչինչ, էլի գոնե հասնեն դրան, որ այս խայտարակությունից դա համաշխարհային ամոթ է, էլի որ մի քանի հոգի, մի քանի հրթիռ ունենան հութիները, ասեն մենք թույլ չենք տալի Կարմիր ծովով Սուեզի ջրանցքով անցնեն։ Իհարկե եվրոպացիները գլխին հետոինը եկել է, որ միշտ համեմատում եմ 15-րդ դարի հետ, որ արևելյան հռոմեական կայսրությունը Բյուզանդիան իրար կերան եվրոպացիների հետ, եվրոպացիներն էլ մենակ թողեցին Բյուզանդիային իր թույլ ժամանակ, ասին դե քեզ հասնում է, դե գնա տենամ տակից ոնց ես դուրս գալի։ Եվ ինչ եղավ 1453 թվականի մայիսի 29-ին Մահմուդ II-ը մտավ Կոստանդինապոլիսը վերցրեց։ Որից հետո ինչ եղավ, այդ ճանապարհը փակեց։ Չէին կարող այդ ճանապարհ։ Հաբա ոգևորվել էի, որ Բյուզանդիան պարտվել է, ես չեմ ասում Բյուզանդիան իրան վատ չի պահել։ Բայց արդյունքում իրար ուտելու ջերջանկանալուց հետո չստացվեց, որ այդ տարածքներն անցավ թուրքերի, որ չէի կարողանում այդ կողմով անցնել Հնդկաստանից, Չինաստանից գալ հասնել Եվրոպա։ Բայց դա 15-րդ դարն էր, հիմա 21-րդ դարն է։ Բայց ինչ է ստիպեց, որ Աֆրիկան շրջանցեն, ոնց որ հիմա հութիներն ասում են, ուզում եք անվտանգ լինի, Աֆրիկան շրջանցեք։ Բարտոլոմեո Դիաշը Պորտուգալիայից որ եկավ, ֆռած, գնաց, հասավ մինչև ժամանակակից Պորտ Էլիզաբեթը, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ու էլ առաջ չգնաց, հետ եկավ։ Բայց դրանից հետո արդեն Վասկո դա Գաման գնաց, հասավ, գնաց Հնդկաստան, արդեն 1497-99 թվականներին։ Մինչև այդ Կոլոմբոսեն չի գնաց Ամերիկա, ինչ էր կորցրել Ամերիկայում։ Հնդկաստան չէր ման գալի, թուրքերի պատճառով չէր Հնդկաստան ման գալի։ Եվրոպացիների պատճառով ու թուրքերի պատճառով ստացվեց, որ Հնդկաստան էր ճանապարհեր ման գալի գնաց Ամերիկան գտավ 1492 թվականին։ Այս ամեն ինչը վերլուծենք, որ այսօրվա դրությամբ չհասնենք դրան, որ այսօր հութիները որոշում կայացնեն, թե առևտրական նամերը կարող են այդտեղով անցնել, թե չեն կարող անցնել։ Այո, միանշանակ ճիշտ է Տրամպի այս քայլը, վերջապես մի հատ քայլ, որ ասենք մտածում ես, որ ու գիտեք ինչն է հարցես միջուկային վախը, որ մոտակավորն է։ Հիմա եվրոպացիներն էլ գլխին կան, էլի։ Մի հատ գնաց բանը Էմանուել Մակրոնը գնաց հանդիպես Տրամպի հետ, տեսավ հենց միջուկային բառն ասма ցնցվում է։ Այդ բառից ցնցվում է։ Ասեց վախը չափել եք։ Եկավ մի հատ էս թարմերին ասեց կարող է ինձ թվացել, մի հատ էլ լա դու գնա խոսա։ Մի հատ էս թարմերը գնաց Տրամպի մոտ ասեց միջուկային զենք դողերոց կբռնեց, ասեց հասկացանք, վերջ, վախը բռնել ենք։ Եկան Եվրոպա ասին մենք միջուկային զենքով 3 պետությունով Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան օգնում ենք նաև Գերմանիային պետք է լինի մեր
կործանիչները կտանենք այնտեղ կկանգնացնենք կամ ռմբակոծիչները կտանենք կկանգնացնենք այնտեղ միջուկային զենքով զենք չենք տա Գերմանիային, բայց իր համար իր բազաներում կկանգնացնենք մեր ինքնաթիռները։ Բացի դրանից էլ ինչ ասեց Մակրոնն ասեց միջուկային հովանոց եմ ստեղծում Եվրոպայի համար։ Եթե միջուկային զենքից եք վախենում, մենք էլ դրանից ունենք։ Հիմա դրա համար արդեն Դոնալդ Տրամպի համար արդեն հեշտ չի, որ ասի աման զիջեմ Ռուսաստանին, աման զիջեմ Կորեային, ամեն ինչ դրանք ընդունակ են։ Մակրոնն ասեց մենք էլ ենք ընդունակ մեր արժանապատվության համար։ Եթե միջուկային զենքից եք վախեցած, հիմա մենք ենք անում։ Հիմա վաղը մյուս օրը կյանքը ստիպելու է, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադառնա իր նախկին դիրքերին։ Վերադառնա, որ աշխարհը մի քիչ նորմալ վիճակ լինի։ Մենք էլ մի հատ տեսնենք, թե արդյունքում ինչ կստացվի նաև մեր պետության համար, որովհետև շատ բարենպաստ է մեզ համար, որ ուժի դիրքից բաժանեն, կամ էլ թե չէ, ասեն ով ինչ վերցրել է Իրանն է, մեզանից էլ են վերցրել, այսինքն բավական է Ռուսաստանի ագրեսիան արդարացնես, ոնց ես մեղադրելու Ադրբեջանի ագրեսիան, տեղից էլ Ադրբեջանի լկտիությունն էլ տեսնում եք իրանք ոնց են խաղաղություն պարտադրում մեզ խաղաղ պայմաններում եւ տեսնում եք մեր իշխանությունների զիջումները ամեն գնով, որ հանկարծ պատերազմ չլինի։ Դրան էլ իհարկե կանրադառնանք։ Իսկ հիմա նայենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է. Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ, համաձայնվել թե ոչ։ Ասել է, որ այո, Ուկրաինան ինքնիշխան պետություն է, եւ եթե Ուկրաինան մեզ դիմի, մենք զորքը կապահովենք։ Նեզո եթե որևէ Ռուսաստանի ասեն թանրապես բանի տեղ դնելու որևէ ցանկություն չունենք։ Եվ հիմա արդեն խնդիր է առաջանում։ Իսկ Տրամպը եթե համարում է, որ դժվար է Ռուսաստանին համոզելն է, բա որ Եվրոպայում կանգնում ասում են մենք է միջուկային հովանոց ենք սարքում, լա մի հատ տեսնենք ով է մեր դեմ դուրս գալի, այդ դեպքում Տրամպը ինչ է անելու, ում կողմն է ալնելու։ Is the Times-ն է գրում է. Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը ցանկացողների կոալիցիայի առցանց հանդիպմանը ներկայացրել է Ուկրաինա 10,000 արևմտյան խաղաղապահներ ուղարկելու ծրագրերը։ Բրիտանիայի վարչապետը ստացել է զգալիորեն ավելի մեծ թվով երկրների աջակցությունը, քան այդ երեքը, որոնք ի սկզբանե առաջարկել էին ցամաքային զորքեր տրամադրել։ Ընդ որում ուժերի հիմնական մասը ամենայն հավանականությամբ կտրամադրվի Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից։ Շուրջ 35 երկրներ համաձայնվել են առաքելությանը զենք, նյութատեխնիկական եւ հետախուզական աջակցություն տրամադրել։ Ինչպես տեսնում եք, երբ որ մանավանդ տարածում են, որ Դոնալդ Տրամպը ընդունել է Պուտինի նախապայմանը, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, խորը միամտություն է դա, որովհետև այս պահին, երբ որ եվրոպական անվտանգություն է ստեղծվում, այս պարագայում մտա ինչ ՆԱՏՕ։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար Ուկրաինան դեռ ինչ-որ ճանապարհ պետք է անցնի։ Առավել ևս նույնիսկ եթե ինքը ունի Եվրոպայի ամենամարտունակ բանակը, ամենաշատ զենքը ունի Ուկրաինան այսօր, նույնիսկ այդ պարագայում պետք է ճանապարհ անցնի։ Ինչի, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, եթե թեկուզ մեկը վետո դնեց, ինքը ՆԱՏՕ-ի անդամ դառնալ չի կարող։ Բայց առնվազն գոնե մի երկու պետություն վետո կդնեն։ Նույնիսկ Շվեդիայի պես իր համար անշարժ երկիրը, որ ցանկանում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ինչքան երկար տևեց։ Ֆինլանդիան անցավ Շվեդիային մնաց, Թուրքիան դեմ էր։ Բազարի էր նստել Շվեդիայի հետ, հետո էլ բազարի էր նստել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ինչքան ձգվեց։ Այսինքն Ուկրաինան նույնիսկ եթե ամենապատրաստը լինի այսօր, նույնիսկ կարող է շատ երկար ժամանակ անցնի, որ դառնա, բայց ՆԱՏՕ-ի անդամ պետությունները զորք են համախմբում, ասում են մենք պատրաստ ենք գանք անվտանգությունը ապահովենք, շանտեղել չդնենք Ռուսաստանի պահանջները, թե ինքը դեմա, թե դեմ չի։ Ավելի արագ կարող է լինել նրանց աջակցությունը Ուկրաինային, քան Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, որպեսզի Ուկրաինային աջակցեն։ Այն դեպքում, երբ որ ՆԱՏՕ-ի հիմնական գործընկեր Միացյալ Նահանգներն ասել է, եթե ձեր վրա հարձակվեն, ես կարողա չպաշտպանեմ էլ, եթե փողը չեք տալի, ինչի պետք է պաշտպանեմ։ Նույնիսկ հաշվի չառնելով 5-րդ կետը ՆԱՏՕ-ի կանոնադրության, որ եթե հարձակվում են մեկի վրա, հարձակվում են ամբողջ կառույցի վրա։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Նահանգները պետք է Եվրոպայի անվտանգության համար չմասնակցի, մասնակցելու են Եվրոպայի անդամ պետությունները։ Եվրոպայի անդամ պետություններն էլ ասում են
տեխնիկայով այս 35 երկիրն ասում պատրաստ են օգնել եւ ոչ միայն Եվրոպայի երկրներ, Ավստրալիան, որ իր անվտանգությունը Միացյալ Նահանգներն ապահով ամզյուս ռազմական բլոկով Ամերիկա, Նոր Զելանդիա, Ավստրալիան հերթական անգամ է հայտարարել, որ մենք անպայման աջակցելու ենք Ուկրաինային, պարտադիր մասնակից ենք։ Կանադան առաջի հերթին ինքը կանգնած է պատրաստ այդ հարցում օգնել, սա մենակ եվրոպական երկրների մասին չի խոսքը։ Այսինքն եթե այդ երկրները ապահովելու են Ուկրաինայի անվտանգությունը, շատ ավելի մոբիլ ու ճկուն կառույց կլինի, բյուրոկրատական քաշքշոկի մեջ չեն մտնի, քան եթե դա ապահովի ՆԱՏՕ-ն, եթե ՆԱՏՕ-ի անդամ Ամերիկան էլ չի աջակցելու են եվրոպական երկրները։ Այսինքն նույնիսկ այդ նախապայմանը անկախ նայած կընդունվի թե չէ, այլևս ժամանակավրեպ է։ Իսկ հիմա նայենք ինչա կատարում Կանադայում։ Այն Կանադայում, որ Ամերիկան ցանկանում էր դարձնի իր 51-րդ նահանգը։ Երթմնակալությունից ընդամենը օրեր անց Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին նոր պաշտոնում կիրականացնի իր առաջին արտասահմանյան այցը։ Նա կմեկնի Փարիզ, այնուհետև Լոնդոն։ Քարնին Փարիզում գտնվելու ընթացքում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հիմք ընդունելով Կանադա, Եվրամիություն, համապարփակ տնտեսական եւ առևտրային համաձայնագիրը, առաջնորդները ուշադրություն կդարձնեն տնտեսական, առևտրային եւ պաշտպանական կապերի ամրապնդման իրենց ընդհանուր հանձնառության վրա, ասվում է Կանադայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ Լոնդոնում գտնվելու ընթացքում Քարնին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի հետ։ Նրանց քննարկումները կկենտրոնանան անդրատլանտյան անվտանգության ամրապնդման, արհեստական ինտելեկտի ոլորտի զարգացման եւ Կանադայի եւ Միացյալ Թագավորության միջև ամուր առևտրային հարաբերությունների վրա, ասվում է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների վարչապետերը նաև կուսումնասիրեն երկկողմ առևտուրը խորացնելու ուղիները, Կանադա Մեծ Բրիտանիա առևտրի շարունակականության համաձայնագրի եւ անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ եւ առաջադեմ համաձայնագրի շրջանակում։ Ակնկալվում է, որ Քարնին նաև կարժանանա Չարլզ 3-րդ թագավորի ընդունելությանը։ Իհարկե վերջերս Չարլզ 3-րդ թագավորը ընդունեց նաև Ջաստին Տրյուդոին, չնայած լավ իմանալով, որ նա պաշտոնից հեռանալու է, ցույց տալով դրա նկատմամբ առանձնահատուկ հարգալից վերաբերմունքը Կանադայի, եւ հիմա ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա ընթացքում երկրորդ վարչապետին է ընդունում Մեծ Բրիտանիայի թագավորը։ Էդ էլ ուղղակի հարգանքի նշան այդ պետության նկատմամբ։ Եվ հիմա ինչպես տեսնում ենք, Կանադայի վարչապետը, որը ընտրվել է, որը նաև հիշեցնեմ նորից տնտեսագիտության դոկտոր է, շատ լավ գիտի իրանց խնդիրները, շատ լավ գիտի ոնց իրանց իրավունքներն ու շահերը պաշտպանի, բավական կոշտ ձևով էլ ինքը պաշտպանում է, բավական կոշտ ձևով էլ արձագանքում է եւ հակազդում է Միացյալ Նահանգների քայլերին, եւ հիմա էլ ինքը ցույց է տալիս, որ հիմա բարեկամները եվրոպական երկրներն են, գնանք նրանց հետ պայմանավորվենք, փորձենք նրանց հետ հարցերը կարգավորենք։ Այսինքն ինչպես տեսնում եք, համառորեն փորձում են ամեն ինչ անել, որ միևնույնն է, Միացյալ Նահանգները վերադառնա իր նախկին դիրքերին, որը բացառապես բխում է ամբողջ մոլորակի շահերից, հատկապես նաև ինչ թաքցնենք Հայաստանի շահերից, որովհետև եթե կլինի ագրեսորին պատժելու քաղաքականություն նոր աշխարհակարգը տեսք ունենա, մենք շանս կունենանք կմտածենք, որ մեր տեղական նշանակության ագրեսորները չեն ակտիվանա։ Հիմա եթե իրանք որոնումների մեջ են տեսնեն առիթը ոնց են օգտագործում, հաստատ այն ժամանակ կմտածեն, որ դա որևէ կերպ մինչև այսօր լացուկոտը դրած Ալիևը բողոքում է, ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը Էնթոնի Բլինկենն էր անընդհատ իրան ճնշում, անընդհատ իրան ստիպում, չէր թողում ոչ մի բան, ինքը քանի անգամ բողոքել է, չնայած դրանով ժեստեր անում նոր ադմինիստրացիային, այ որ դուք լավն եք, իրանք վատն են, բայց մեզ համար խոստովանում է, որ Բլինկենի ճնշումով էր, որ ինքը չէր լկտի անում։ Իհարկե էլի չափերն անցնում էր, ինչ որ միտեղ նախկին ադմինիստրացիան էլ բավական զգուշավոր էր, որպեսզի ընտրությունում չձախողվեն, այնքան զգուշավոր եղավ, ընտրություններում ձախողվեց, որովհետև այդ ձևով կիսատ պռատ քայլերը իհարկե անարդյունավետ կարող էին լինել, բայց այնուամենայնիվ գոնե մենք գիտեինք, թե ի վերջո ինչ ենք սպասում, իսկ հիմա մենք սպասում ենք ավելի շատ, որ Տրամպը դարձի գա Ամերիկայի այն դիրքին, որով որ կարող է աշխարհում տիվի ավելի նորմալ պայմաններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. «Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Քիթ Քելեգը նշանակվել է Ուկրաինայում հատուկ բանագնաց»։
Քելեգը, որը շատ հարգված ռազմական փորձագետ է, անմիջականորեն կշփվի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ երկրի ղեկավարության հետ, նա նրանց լավ է ճանաչում եւ միասին շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, նշել է Տրամպը։ Իհարկե, այստեղ մի մոմենտ ասին, որ իրան մեկուսացրել են, չնայած դա այդպես էլ կար, որովհետև Մերձավոր Արևելքի գծով բանագնացներ գնացել բանակցությունների, այդ դեպքում բանջի չէր քելը գնում, որտեղ իրանք իսկապես հասկացան, որ նրան չհաջողվեց այդ հարցերը անել, բայց որպեսզի այդ ձախողումը չխոստովանի Տրամպը, ասեց դե լավ, թող այն մեկը զբաղվի Ռուսաստանով, դու զբաղվի Ուկրաինայով, այսինքն դու քանի որ հարգում ես, որովհետև ինքը գնացել էր Ուկրաինա, բայց տեսել էր մի քիչ զրուցել էր շատ ոգևորված, սկսեց զորքը գովել, սկսեց այդ ժողովրդին գովել, ժեստեր արեց, բան, այսինքն իրականում տեսավ այնտեղ ինչա կատարում, մի բան, որ մինչև գնալ ուրիշ ձևի էր արտահայտվում, իհարկե հիմա դրա համար Տրամպը դրա վրա է հաղում կատարում, որ ասում տես ինքը շատ հարգում է նրանց, ավելի հեշտ կաշխատի, այսինքն մեկը աշխատի Ուկրաինայի հետ, մեկը աշխատի Ռուսաստանի հետ, իսկ դա չի նշանակում, որ համակարգող են նրանք, նշանակում է համակարգողը ոչ նա ուղղակի բանակցելու է, համակարգելու են իրանցից ավելի վերև կանգնածները, որտեղ մեկը չգտնվեց, որ երկուսի միջև միջնորդի դերակատարություն ունենա, ու նույնիսկ եթե ասենք այսօր ինքը խոսում է, թե Քելեգը ինչ լավ մասնագետ է, ինչ լավ գործիչ է, այդ նույն Քելեգն էր, որ պատմում էր, ասում էր դուք ռուսներին չեք ճանաչում, Ստալինգրադում 70,000 մարդ զոհվեց, էլի կռիվը շարունակում էին, դա անդրադարձել եմ նորից մանրամասը չանդրադառնամ, բացի թվերին չտիրապետելը, բացարձակ ինֆորմացիա չունենալը, թե Ուկրաինան խորհրդային միության ժամանակ ոնց է կռվել, արդյունքներն ինչ ա եղել, եւ գոնե հիմա գոնե կգնա Ուկրաինա, մի քիչ էլ այնտեղ կծանոթանա, մի հատ իրան տանեն առաջնագից մի հատ նայեն, ասեն են ռուսական բանակը, որ պատմում ես, այն բանը զուգարանակոնք գողացող բանակն է, այն գազի պլիտա գողացող բան, գազոչախներ գողացող, սառնարան գողացող բանակն է։ Հիմա արի մի հատ նայ խանութները ոնց են թալանում, թևների տակ դրած փախնում խանութներից։ Այդ բանակն է, դու ուղղակի տեղյակ չես ինչից ես խոսում։ Այսինքն լավ կլինի գոնե մի անգամ գնաս քո աչքով այդ բանակը տեսնես, ուկրաինացուն չպատմես, թե ինչքան ուժեղ է ռուսական բանակը։ 3 տարուց ավել ուկրաինացին է իրանց դեմ կռվում։ Ու լավ գիտի նրանց վիճակը։ Մոռացել եք, որ Ջևելին ուսը դրած ուկրաինացիները մոտ, այդ որ Տրամպը գլուխը գովում ասում է Ջևելինները ես եմ ուկրաինացիներին տվել։ Ուկրաինացին ուսին դրած Ջևելինը մոտենում էր վտանգավոր հեռավորության վրա, համար 2 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա էր մոտենում, որ կարողանա խփի։ Այդ ժամանակ ռուսները տանկերից իջան վազեցին, որ հանկարծ Ջևելինով չխփեն։ Տանկերը թողեցին փախան, վախեցան տանկով փախնելը ավելի վտանգավոր լինի։ Այդ ամբողջ կադրերը մի օր տարեք Քելեգին ցույց տվեք, եթե այդ մարդը գնում է Ուկրաինա բանակցելու, թող իմանա, որ այսօր Ամերիկան է պարտվում, ոչ թե Ուկրաինան հաղթել էր։ Եթե Ուկրաինայի նկատմամբ այս կարգի ճնշումներով չեք կարողանում համոզել, որ այդ մարդիկ հանձնվեն, դուք պատկերացնում եք նրանք ինչ էին ընդունակ։ Ու դրա համար նաև ուշադրություն դարձնենք, որ այս ամեն ինչի նկատմամբ, երբ որ արդեն մթնոլորտը բոլոր կողմերից Ամերիկային Միացյալ Նահանգների նկատմամբ sense բացական հավաքվում է, բարեբախտաբար մի հատ հութիների հետ կապված մի հատ քայլ կատարեց ակտիվ Դոնալդ Տրամպը, հուսանք, որ հետագայում մյուս քայլերն էլ շատ ակտիվ կանի, այդ օղակի վախը կչափեն, կբռնեն, չափել են, գոնե բռնեն վախը, դա հենց հետո ինքը իմանա, որ պետք է ռիսկով կանգնի, ասի հետո է մեզ վախացնում, լավ մատ այդ դուխով տղուն ենք ուզում նայենք, էլի 3 տարի Ռուսաստանը միջուկային շանտաժ էր անում, բայց ռիսկ չէր անում, որ գետև գիտեր ոչի բան չի կարող անի, բայց թե ինչի միջուկային շանտաժ անելու ժամանակ 3 տարի Ռուսաստանն արեց ու ոչինչ իրան չհաջողվեց, ասում էր սա ինձ համար կարմիր գիծա, Ղրիմի կամուրջին խփեն էս կանենք Ղրիմի կամուրջին խփում էին։ Այն տարածքները, որը ես վերցրել եմ ուզենան հետ վերցնեն, կարմիր գիծա, ես միջուկային զենք կօգտագործեմ։ Քանի անգամ այդ շանտաժն արել, պարզապես վրեն ծիծաղում էին։ Եվ մեկը եկավ, որ սկսեց վախենալ այդ շանտաժից։ Այդ դա էր շատ զարմանալի։ Իսկ հիմա այն ինչի մասին որ էլի խոսել ենք, որ տեսա բնութագրական բան է, էլի Գրենլանդիայի խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների առաջնորդները համատեղ հայտարարություն են արել։ Բոլորը, նույնիսկ այն բոլոր նրանք, ում հետ Ամերիկան գաղտնի բանակցել էր, շատ մեծ փողեր էր տվել։ Ժողովուրդ ջան, պարզել են, Գրենլանդիայում հայ չկա։ Չես կարա տենց մարդ գտնես, որը հայրենիքը ծախի, ժողովուրդ ջան, եթե Տրամպը ուզում է Գրենլանդիան կարողանա Իրանով անի, պետք է Հայաստանից գոնե մի 100,000 դեսանտ իջացնի այնտեղ։ Մի հատ էլ ԿՊ կուսակցություն բացի, որ այդ մարդիկ գնան ծախեն իրանց երկիրը։ Չեն ծախում, ժողովուրդ ջան։
Այդ 4 անցած կուսակցությունը համատեղ հայտարարություն են արել։ Մենք չենք կարող ընդունել բռնակցման եւ գրավման մասին կրկնվող հայտարարությունները։ Մենք դա համարում ենք անընդունելի պահվածք ընկերների եւ դաշնակիցների նկատմամբ։ Ահա, սա էլ այսօրվա հայտարարություն ժողովուրդ ջան։ Այսինքն վերաբերմունք է նայեք, մարդիկ իրանց հայրենիքի համար կռիվ են տալիս, իրանց ազգային ինքնությունը պահպանեն։ Նույնիսկ եթե դա 57,000 մարդ է, նույնիսկ եթե դրա 10%-ն եվրոպացիներ են բնակչության, համենայն դեպս 90%-անով տիտղոսային ազգը էսկիմոսները ցանկանում են իրանց ինքնությունը պաշտպանեն։ Եվ ամեն անգամ ասելա մեզ կպած են, պետք է մեզ պատկանան, ինչ գործ ունի Եվրոպան իրանց հետ, պարզապես վատ չի լինի, որ մի քիչ պատմություն իմանան, դա մենակ քելեգին չի վերաբերվում, էլի, բոլորին է վերաբերվում։ Պատմություն չիմանալու խայտառակությունը համ իրանց երկրի պատմությունը իմանան, թե ինչ արժանավոր մարդիկ են այդ երկիրը տվել այս սերունդին։ Այ այն հիմնադիր հայրերի արածները սենց հերթով գան, համ էլ ուրիշների պատմությունն իմանան, որ իմանան ում հետ ինչ խոսան։ Չմոռանանք, որ այդ որ ասում են Գրենլանդիան մեզ կպած է, եվրոպացիք ինչ գործ ունեն։ 982 թվականին Էրիկ Շիկահերն է գնացել Գրենլանդիան քթել։ Իրանք սկզբից Նորվեգիայի մէին, հետո դուսարին գնացին Իսլանդիա, Իսլանդիայից եկավ գնաց Գրենլանդիան քթավ։ Ես չէի կարծում, որ Դոնալդ Շիկահերը մտածում է դե նա էլ է Շիկահեր կարող է մեր բարեկամն է։ Հիմա Գրենլանդիան մերն է։ Իսկ եթե ուզում եք մի քիչ էլ անկեղծ լինենք, ասենք որ ժողովուրդ ջան, այդ նույն Էրիկ Շիկահերի տղան Լեյվ Էրիքսոնը հենց ինքն էր որ 1000 թվականին գնաց Հյուսիսային Ամերիկան հայտնագործեց ժողովուրդ ջան։ Մի քիչ համեստ կարելի է ալնել, էլի։ Ուղղակի շատ այդ Կոլումբոսից 500 տարի առաջ։ Եվ նրանց այդ բնակավայրերը միջև իմը կա, պեղումները կա, ամեն ինչ կա։ Ինքն է Հյուսիսային Ամերիկան հայտնագործել ժողովուրդ ջան։ Կարելի է մի քիչ համեստ լինել, էլի, ասել դուք էս ինչ գործ ունեք ստեղ։ Այդ իրանք են եկել Ամերիկան հայտնագործել, ոչ թե հակառակը։ Իսկ Կոլումբոսը 1492 թվականին որ գնաց, ընդամենը Բահամյան կղզիների մեր ասկի կոնտինենտալ մասին չէր էլ հասել։ Ընդամենը 1502 թվականին նոր ինքը գնացել էր Հյուսիսային Ամերիկայի հարավային մաս էր հասել, որ էլի չտենց է չիմացա ուր է հասել, բայց ուզում եմ ասեմ դա եղել է 500 տարի հետո։ Այն էլ հարավային մասն էր հասել։ Ուղղակի ինչի է Կոլումբոսի հայտնագործությունը տես տարածվեց աշխարհում մեկ իսկ բանը վիկինգներին է, չէ՞ որտեղ վիկինգները հիմնականում սկանդինավյան երկրներ իրենք իրար մեջ էին շփվում, այտենց աղմուկը չէին դրել, էլի գլուխգովանություն անել, որ մենք Ամերիկան հայտնագործել ենք։ Ուզեմ ասեմ, այդ ամեն ինչը պետք է նաև նրա համար, որպեսզի հասկանան, թե իրականում ումից ինչ են ուզում։ Այնչի են մարդիկ վիրավորվում, որ ասում են, եթե ուժի դիրքից ես խոսում Սենց ոնց կլուրեմ ես աշխարհում կարգ ու կանոն չկա։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությունը ասում է. Թուրքիան եւս մեկ անգամ հայտարարում է, որ դատապարտում է Ղրիմ թերակղզու անօրինական բռնակցումն ու այն անթույլատրելի է համարում, քանի որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Մենք հաստատում ենք, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում դե ֆակտո անօրինական իրավիճակը եւ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ասում է հայտարարությունը։ Սա առաջի դեպք չի որ ասում, բայց հիմա դատապարտում է ինչի համար։ Ժամանակել է Եվրոպայի հետ համագործակցության համար, ժամանակել է իր ծառայությունն առաջարկելու համար։ Դրա համար Ռուսաստանին դեմ է տալի։ Եվ անմիջապես Էրդողանը կապվում է, զանգում է Տրամպին։ Հայտարարությունը տարածվեց հեռախոսազրույց, բայց նախաձեռնությունն եղել է Էրդողանին։ Որի ընթացքում քննարկվել են երկու հարաբերություններ եւ այլ իրար մեջ այս կողմեկում, բայց կարևորը նայեք, Էրդողանը նշել է F-16-ի գնումների գործընթացը վերջնականացնելու անհրաժեշտությունը, Թուրքիայի մասնակցության վերականգնումը F-35 ծրագրին, ասված է հրապարակման մեջ։ Այսինքն, երբ որ Տրամպը կանգնեց անզգույշ ձևով ասեց, որ չենք սպասարկի F-16-երը, որը որ տվել են Ուկրաինային, անմիջապես դա մի դժգոհության ալիք բարձրացավ։ Շատերն ասին, բայ իմաստը որն է, որ քեզանից պետք է կործանիչ առնենք, որի դեպքում չուզենաս, մենք չենք կարող օգտագործել։ Եվ որոշ եվրոպական երկրներ ասին արդեն մենք կվերանայենք մեր ծրագրերը եւ չենք առնի Ամերիկայից F-35-երը։ Իսկ իրանք ցանկանում էին իրանց պարկը թարմացնել, որոնք որ դուրս գրած էին տային Ուկրաինային, Ուկրաինայի օթաչուները սովորել էին արդեն այդ օթանավերը քշել էին, մարզվել էին, իրանք դրանով աշխատեին, այդ դուրս գրածը տալու էին, դրա դիմաց Ամերիկայից F-35 առնեին։ Անմիջապես սկսեցին հերթով հրաժարվել դրանից։
Տրամպին հասկացրեցին ես ինչ ես անում, ինքը ասեց չէ վերականգնում եմ ամեն ինչ տալիս եմ Ուկրաինային, բայց արդեն վնասը հասցված է, իսկ հիմա մի հատ Թուրքիան ժեստ է անում, Թուրքիան Ամերիկային ժեստ է անում, որ գիտես ինչ, F-16-ի եւ F-35-ի հարցը պատրաստ եմ շարունակել, այսինքն նույնիսկ եթե այդ անվստահությունը կա, ես պատրաստ եմ այսօր քեզ ձեռք մեկնեմ, որի հետ կապված այս վատ ստեղծված վիճակում ասեմ ես պատրաստ եմ F-16 ու F-35-ը առնել, բայց դա ինչի է համար որ նորից իր դերակատարությունը կարևորի Միացյալ Նահանգների մոտ եւ Եվրոպայի մոտ։ Շատ դեպքերում ասում են, այ մարդես թուրքական դիվանագիտությունը ինչ, այն քայլերը ինչ որ իրանք անում են, մենք իրար հետ քննարկում ենք, որ մեր մոտ ասենք դիվանագիտության մեջ այս դիլետանտները ոչինչ չեն անում ոչ մի ուղղությամբ, ընդհանրապես ասում են մեր ինչին է պետք քայլանենք, ավելի լավ մենք լավանանք Թուրքիայի հետ, Թուրքիան էլ լավանա մյուսների հետ, իրանց պատկերացած ռեգիոնալ քաղաքականությունը նա է, մի օր Ադրբեջանի հետ լավ լինենք, մի օր Թուրքիայի, մի օր երկուսի հետ, այն այլ մեր ինչին է պետք ուրիշի հետ լավ լինենք, որ իրանց միջոցով բոլորի հետ լավ կլինենք, այդ է պատճառը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին ժամը 9:45-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիմա տեսեք, ինչի է հերթական սադրանքը անում Ադրբեջանը, բայց չէ որ ընդամենը 2 օր առաջ է Հայաստանը իր զիջումները արել, իրան կանգնեցին այդ զիջումներից հետո ամբողջ աշխարհը ողջունեց, ասում ենք այդ ողջունելը ի վնաս մեզ ալնելը ամբողջ աշխարհը ողջունեց, որից հետո ինչ կատարվեց նա, որ հիմա էլ Ադրբեջանը հերթական անգամ ինչ էր ասում Ալիևը, ընդամենը 3, ասում էր Հայաստանը զինվում է եւ ուզում է մեր վրա հարձակվի, հիմա ինքը հիմքեր է ստեղծում, որ ուզում է մեր վրա հարձակվի, հիմա էլ ամեն անգամ ասում է այ տեսակ հարձակվեց, մերոնք ասում են տենց բան չի եղել, բայց նա բոլոր տեղերն ասում է եղել է եւ հիմքաբերում որտես Հայաստանը զինվում է, Հայաստանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր, հիմա Ադրբեջանը ներկայացնում է, որ ոչ թե Հայաստանը զիջելով այդ մեզ է ցույց տալիս, որ Հայաստանը զիջեց, այդ երկու կետն էլ համաձայնվեց։ Աշխարհին ասում է, ես էի չէ խաղաղություն ուզում, ես այդ թուղթը ստորագրել եմ, իսկ Հայաստանը հիմա իր պարտավորությունը չի կատարում, սահմանադրությունը չի փոխում։ Մի բան, որ 2 տարի շուտ փոխել չենք հասցնելու։ Այսինքն սա հատուկ արվում է դրա համար, որպեսզի իրանք լեգիտիմ հնարավորություն ստեղծեն։ Չնայած իրանք ասենք, եթե ուզենան պատերազմ, իրանք ասենք այդ առիթը չի պետք, բայց քանի որ իրանք չգիտեն արդյոք իրավիճակը բարենպաստ է թե չէ, այդ ուսումնասիրությունը անում են ու անդադ ուղղակի կոտակում են, որ ասեն 1 ասինք չլսեցին, 2 ասինք չլսեցին, 3 ասինք չլսեցինք, էլ արդեն նվերները չհիրիքեց ու այդ քայլերը արեցինք։ Այս հենց դրան է վերաբերվում։ Դրա համար իսկ այդ հարցում Հայաստանի բոլոր կարգի զիջումները, որ գոնե խաղաղություն լինի, այդ հարցում շատ ավելի վտանգավոր հարցերի առաջ են կանգնած։ Շատ ենք այդ մասին խոսել, բայց մի հատ էլ ուղղակի հասկանանք ամենամեծ վտանգներից մեկը նաև որն է այդ հայցերը հետ քաշելը, Հռոմի ստատուտ ես վավերացնում, հայցերը հետ ես քաշում, այսինքն ասում ես ես ունեմ հնարավորություն դատի տալու, բայց ես չեմ, հենց դու չես անում, այսինքն ընդունում ես, որ Ադրբեջանը ճիշտ էր, ու չի արդարացում, որ ասես դե իրանք էլ հայցերը հետ քաշեցին, հայցեր ներկայացնելու հիմքը Հայաստանը տվեց։ Հիմա երբ որ Հայաստանից ասենք sense վախվորած ասում են Արցախ բառից sense սարսափում են, չէ՞։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության մեջ եղել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն նույնական են։ Եթե իրանք ընդունում են դա նույնական են, այսինքն կարող ենք շատ հանգիստ ասել Լեռնային Ղարաբաղ, շատ հանգիստ ասել Արցախ։ Երկուստ էլ ասում ենք, ես էլ շատ հանգիստ, երկուստ էլ ասում եմ, ասենք, հատուկ չեմ ուզում, հատուկ Արցախ, ինչի համար սահմանադրության մեջ գրված բան էր, նույնական են, խնդրեմ չկա։ Բայց երբ որ Հայաստանը վախեցած է, ոնց որ հոսանքը խփացել է Արցախ բառից, գիտեք դա ինչ է նշանակում։ Ոչ թե ինքը համարում է, որ 2020 թվականից հետո մենք պարտվել ենք, այլ դրա համար ինքը ընդունում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Ինքը Հանրապես չի էլ ճանաչում, որ Արցախ պետություն եղել է։ Նույնիսկ այդ չի հարցը, որ ինքը ասի, ես այդ պետությունը չեմ ճանաչում։ Արցախը եղել է չճանաչված պետություն։ Աշխարհում այնքան կա չճանաչված պետություն։ Այսինքն դու գոնե ընդունում ես, որ Արցախը չճանաչված պետություն էր, թե դա էլ չես ընդունում։ Եթե Արցախը ընդունում ես թեկուզ որպես չճանաչված պետություն, ինչ ես վախենում Արցախ բառը օգտագործել։ Չճանաչված պետությունը ինչ անենք։
Ինչ ես վախենում այդ անունն ասել։ Հիմա որպես պետություն Աբխազիան էլ չեն ճանաչել, Հարավային Օսիան էլ չեն ճանաչել։ Մի երկու երկիր է ճանաչել Ռուսաստանը եւ մի երկու մանրապեճեղ երկիր։ Հետո ինչ։ Վախենանք Աբխազիա բառն ասենք։ Ինչի համար ենք մենք վախեցած դրանից։ Կիլիկիայի թագավորություն ենք ունեցել, հիմա չունենք։ Վախենանք Կիլիկիա բառն ասենք, հանկարծ կարող ասենք մեկը մեզանից նեղանա։ Դա կոնկրետ եղել է ժամանակին դա այդ մասին է։ Հիմա մենք ուզում ենք մեր իշխանությունները, եթե չեն ընդունում, այսինքն իրանք հարցը նա չի դու ճանաչել ես, թե չէ, դու ընդունում ես նրա գոյությունը, թե չէ, թեկուզ չճանաչված։ Եթե դու ընդունում ես նրա գոյությունը, ուրեմն դա նշանակում է, քեզ չեն կարա մեղադրեն, որ դու 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչում եւ քո վրա ռազմական տուգանք տնեն կամ քեզ օկուպանտ համարեն։ Իսկ եթե Հայաստանի իշխանություններին պետք է կոնկրետ հարց տալ, դուք ընդհանրապես գտնում եք, որ այդ պետությունը լեգիտիմ իրավունք է ունեցել, ուղղակի միջազգայինորեն չի ճանաչվել։ Ոնց որ Կոսովոն էլ չի ճանաչվել, 100-ից ավել պետություն է ճանաչել։ Դրանով մենք կհասկանանք թե իսկ եթե իշխանությունները համառորեն ասում են ոչ այդ պետությունը չի եղել, դրա համար Արցախը չենք օգտագործում, բայց չեղած պետությանը ինչ է իր ֆինանսավորում։ Ինչ գործ ուներ մեր զորքը չեղած պետությունում։ Ինչ գործ ուներ մեր զորքը։ Ինչ գործ ուներ, որ դու հայտարարում ես, որ Հայաստանի զորքը գտնվում է այնտեղ։ Երբ որ դու իրավունք չունես քո տարածքից դուրս զորք ուղարկես։ Եթե նման պետություն չեղել է, ում է իր ֆինանսավորում։ Այսինքն, եթե իրանք հանկարծ հրաժարվում են, հանցագործություն են բերում Հայաստանի գլխին, որ դուք կարաք դատի տակ Հայաստանին, որովհետև մենք օկուպացրել ենք քո տարածքը, այդ նույն բանը հանցագործությունը բերում են իրանք իրանց գլխին, որտեղ այդ ընթացքում իրանք Արցախի հետ կապված այնպիսի գործունեություն են ծավալել, որ դա պետական հանցագործություն է, դուք այդ լիազորությունը չունեիք դա անելու։ Դա պետք է արվի նրա համար, որ գոնե իրանք հրաժարվեն այն հայտարարությունից, որ Արցախ ընդհանրապես չի եղել։ Եթե Արցախ չի եղել, ուրեմն մենք օկուպանտ ենք, եթե Արցախ չի եղել, միլիարդավոր դոլարներ, հարյուրավոր միլիարդավոր դոլարների տուգանք է մեր վրա գալու։ Այս է հարցը, որ չի կարելի այս հարցը մի միլիմետր անգամ զիջել։ Սա հետևողական պետք է առաջ տանել։ Սա ինչ է, ասել Արցախի հարցը լուծված է, լավ կամ վատ, հիմա ինչ եք դրան անդրադառնում։ Ոչ, դա Հայաստանի վրա է դառել։ Արցախի հարցը փակված չի մեկ եւ Հայաստանի վրա է դա դառել շանտաժ, որ վաղը ասեն դե զիջեք, այլապես եթե չզիջեք, Սյունիքը չտակ 150 միլիարդի տուգանք կներկայացնենք ձեզ։ Այնպես որ այս հարցում պետք է շատ ուշադիր ու զգոնելնել, շատ դեպքերում ասում են, որ զգոնել ենք, ինչ անենք, սա չենք կարող պրծնենք, որ ժամանակին զգոնել էիք, որ ասում ենք, այսօր ինքը իշխանության չէր լինի, որ մտածեիք ոնց պրծնեք, այս կարգի ընտրություն մեր երկրում չէր լինի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։